Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ US Armenian Moms ալիքում։ Այսօր մեր թեման լինելու է միգրացիան։ Յուրաքանչյուր էմիգրանտի ետևում կա մի պատմություն, երազանքին հետևող մարդ։ Ցավոք սրտի իհարկե իրավական գործընթացը միշտ չէ, որ անցնում է սահուն, քանի որ կան բազում փորձություններ, որոնք ցավոք սրտի անխուսափելի են։ Այսօր մեզ հյուր է եկել միգրացիոն փաստաբան Միլենա Մայիլյանը, ով իր գործունեության տարիների ընթացքում օգնել է բազում էմիգրանտների եւ միշտ պաշտպանել նրանց շահերը։ Ողջույն Միլենա ջան, շնորհակալ եմ, որ մեր հրավերը չմերժեցիր, որ ժամանակդ մեզ տրամադրեցիր եւ միշտ համայնքի կողքին ես։ Սիրով։ Քանի որ վերջին շրջանում եւ ընդհանրապես ոչ միայն վերջին շրջանում, այլ առհասարակ էմիգրացիոն դաշտը միշտ ամենաշատ քննարկվողն է լինում։ Այդ իսկ պատճառով հատկապես կապված վերջին ամենաակտուալ եւ ամենաշատ քննարկվող թեմաներին որոշեցինք առանձնացնել մի քանի հարց վերաբերող ներկայիս իրադարձությունների եւ դեպորտացիային։ Միլանա ջան, կխնդրենք մի փոքր ներկայացնեք ներկայիս իրավիճակը։ Մարդիկ որքանով պետք է պատրաստված լինեն ներկայիս իրադարձություններին։ Օրինակ, եթե մարդը փաստաթուղթ չունի եւ տանից դուրս է գալիս, օրինակ պետք է որ նա ունենա որոշակի փաստաթղթեր իր հետ։ Եթե այո, եւ ինչ փաստաթղթեր։ Շատ լավ, ուրեմն տեսեք, ինչպես նշեցիք, փոփոխություններ շատ են եղել, հենց հունվարի 20-ին, երբ որ նախագահ Թրամփը ոնց որ դարձավ նախագահ, այդ օրվանից բազում փոփոխություններ, բազում նոր օրենքներ, բազում նոր հրամաններ նա ստորագրեց, որով իմիգրացիոն աշխարհում շատ մեծ ցնցումներ տեղի ունեցան։ Եվ դրա պատճառով բավականին մեծ խուճապ է ստեղծվել մարդկանց մոտ։ Այդ խուճապը իհարկե տեղին է, ինչ որ տեղ, բայց այստեղ ինձ թվում ամենակարևորը, որ յուրաքանչյուրը իր իրավիճակը հասկանա եւ ընդհանրապես հասկանա իրեն վտանգ սպառնում է, թե ոչ, ամենակարևորը ոնց որ ասած դա է։ Իսկ փաստաթղթերը արդյոք անհրաժեշտ է ընդհանրապես մոտդ պահել, երբ որ դուրս ես գալիս, նամանավանդ հասարակական վայրում ես գտնվում, այսինքն ինչ որ մասնավոր տարածքում դու չես գտնվում, ապա խորհուրդ կտայի այո, որովհետեւ իմիգրացիոն կարգավիճակ եթե ունեք, հաստատող փաստաթուղթ, դրա ամենատարականը կարող է լինել ոնց որ աշխատանքի իրավունքը, ձեր green card-ը եթե ունեք, հիմա ուրիշ հարց էլ է առաջանում, լավ, ինչպես են իմանում ում կանգնեցնեն, դա որ ասма հարցի էլ ավելի տխուր կողմն է, որովհետև ինչ որտեղ տեղի է ունենում racial profiling ասված անգլերենով, այսինքն անձը քեզ նայում է եւ եթե դու այդքան էլ ամերիկացու տեսք չունես, ապա ձեզ կարող են պարզապես կանգնեցնել եւ փաստաթղթեր պահանջել, այո։ Շատ բարի։ Իսկ եթե օրինակ ինչ իրավունքներ ունի անձը, երբ հանդիպում է այսին, ինչպես պետք է, ինչ հարցերի պիտի պատրաստ լինի պատասխանելու կամ ինչպես դրսևորի իրեն, թե ավելի ճիշտ է միանգամից կապվեն իրենց իսկ փաստաբանի հետ, հետագա խնդիրներից խուսափելու Եկեք համար։ բաժանենք երկու իրավիճակի, առաջինը եթե օրինակի համար միգրացիոն օֆիցերը գալիս է տուն, այսինքն տվյալ անձի արդեն անձնական տարածք եւ երբ որ հանդիպում են արդեն հասարակական վայրում։ Ուրեմն եթե տուն են այցելում, ամենաառաջին բանը որ կարող եմ ասել, դուք պարտավոր չեք տան դուռը բացել։ Okay, so եթե սովորաբար նրանք ընդհանրապես դատավորի կողմից ստացված հրաման չունեն ձեր տուն գալու համար։ Եվ եթե ասեն այո, մենք իրավունք ունենք, դուք պետք է պահանջեք, որ իրանք տան ձեզ դատավորի կողմից ստորագրված թուղթ։ Հիմա հարց ոնց են էդի տալիս։ Ցավոք սրտի շատերը, երբ որ դուռը արդեն իսկ բացում են, իմիգրացիոն օֆիցերների համար դա նրանք համարում են, որ դուք consent եք արել, այսինքն դուք արդեն համաձայնել եք, որ իրենք ներս գան։ Սոս այստեղ շատ կարևոր է հասկանալ կամ ցույց տան, չգիտեմ, եթե դուք դռան ռուսերենով ասած գլազովկը ունեք, այո, որ կարողանաք տեսնել ինչ որ մի բան կամ եթե դռան տակից կարող են ինչ որ թուղթ անցկացնել, իսկ եթե ոչ, պարզապես դուռը չեք բացում, ասում եք չենք ոնց որ թույլ տալի։ Եթե բացել եք դուռը, արդեն ներսում են, եթե ունեք համապատասխան փաստաթղթեր, իմիգրացիոն իհարկե ներկայացրեք, որպեսզի ձեզ չձերբակալեն, չտանեն իմիգրացիոն բակ։ Իսկ եթե չունեք որևիցե փաստաթուղթ, իհարկե կարող եք պահանջել, որպեսզի ձեր փաստաբանի հետ խոսեք, իհարկե վստահաբար ձեզ այդ ժամանակ ձերբակալելու են, բայց համենայն դեպս կարող եք ոչինչ չասել, համենայն դեպս այնպեսի բան չասեք, որ հետագայում ձեր դեմ կարող են օգտագործել, ավելի լավ է ոնց որ լուռ մնալ, եթե դուք իրոք չունեք որևիցե ստատուս այստեղ։ Իսկ եթե հասարակական վայրում են, իհարկե դուռ բացելու, փակելու խնդիր չի լինելու,
Եվ եթե ունեք համապատասխան փաստաթղթեր, ձեր իրավունքն է ոչինչ չներկայացնել, բայց եթե ունեք այդ փաստաթղթերը, ուրեմն ներկայացրեք, իսկ եթե չունեք, նույն պահը էլի կարող եք լուռ մնալ, կարող եք որևիցե հարցի իրավունք ունեք չպատասխանել եւ պահանջել, որպեսզի ձեր իրավաբանի հետ կապնեն։ Հաստաբանի ներկայացում։ Ուղղակի պարզ չի, թե ինչքան ժամանակ հետո նրանք այդ քայլերը կանեն, այսինքն երբ կկապնվեն Անկանխատեսելի է ամեն դեպքում։ Մгм. Հասկանալի է։ Իսկ մեկ ուրիշ հարց. եթե անձը բնականաբար չի իմանում իր անունը գտնվում է դեպորտների, այսպես ասած, ցանկում, եթե տվյալ անձը տեղյակ չէ, բայց ունի ժամադրություն DMV-ում, So տեսեք, արդյոք վտանգավոր չէ այդ պահը, քանի որ մենք չգիտենք DMV-ի սիստեմում արդյոք դա տեսնում են, որ մարդը տեսեք, նախ հաստատվում է։ հազվադեպ կլինի, եթե անձը չիմանա ինքը դեպորտ ունի, թե չէ, չնայած լինում է հազվադեպ այդպես, ասենք, չի իմացել դատի օրը, չի գնացել, կամ չգիտեմ, դատի օրը սկզբից ուրիշ օր են տվել, հետո փոխվել է եւ մարդը չի իմացել, չի գնացել, կամ մի խոսքով այլ խնդիրներով հնարավոր է, որ անձը չի իմանա, որ իր վրա դեպորտացիայի հրաման կա, բայց սովորաբար անձը գիտի։ Հիմա արդյոք DMV-ն ինչ-որ ռեկորդներ, ինչ-որ բան ունի, տեսեք, համենայն դեպս Կալիֆոռնիայում, չէ, նույնիսկ անօրինական, այսինքն որևիցե միգրացիոն ստատուս չունեցող անձը կարող էր գնալ DMV, չէ, Եվ ու այդ ունենալ, այո, վարորդական կամ իրավունք էլ, այո, կարող էր վերցնել, մի քիչ ավելի երկար էր process-ը տևում, ինչքան հիշում եմ, AB 60 բանաձևով հստակեցված, այսպես ասած, process էր, բայց որևիցե խնդիր չէին ունենում եւ նրանք շատ հանգիստ կարողանում էին այդ փաստաթղթերը ոնց որ ասած ստանալ։ So նույն բանը ոնց որ ասած հիմա, եթե նահանգային փոփոխություն չլինի, որովհետեւ տեսեք, իմիգրացիան ֆեդերալ օրենքներ են, բայց վարորդական իրավունքը տրվում է նահանգի նահանգի կողմից, այսինքն եթե Կալիֆոռնիան որևիցե փոփոխություն չարեց, չպետք է որ խնդիր ունենան այդ անձիկ։ Այսպես կարող եմ պատասխանել։ Եթե ուրիշ չափազանց փոփոխություն բարդ չլինի, է ամեն այո, ինչը, որովհետև անընդհատ ինչ-որ բան է շատ փոփոխվում բարդ է, եւ շատ էլ ջարդ է։ հարցնում երևի թե update անել, այսպես ասած։ Ա, Իսկ մեկ ուրիշ թեմայի եմ ուզում անդրադառնալ։ Վերջերս շատ էր տարածվել, որ անգամ դպրոցներում սկսել էին բաժանել ֆլայերները ICE-ի հետ կապված, որ երեխաները կարող են չպատասխանել եւ այլ եւ այլ։ Հարցս հետեւյալն է, արդյոք այս ICE-ը իրավունք ունի մոտենալ երեխային առանց անչափահաս երեխային առանց ծնողի ներկայության կամ Ցավոք սրտի, այո, դրդության։ ցավոք սրտի, այո։ Փաստորեն այո։ Սա նույն բանը, գուցե հարցերին չպատասխանեն կամ, չգիտեմ, զանգահարեն ծնողին, չգիտեմ, Լռել կան այո, ուրիշ բայց տարբերակ ցավոք մոտենալու իրավունք, ցավոք կա, սրտի, այո, փաստորեն։ այո։ Հասկանալի է։ Մեկ էլ ուզում եմ մեկ այլ թեմայի անդրադառնալ, քանի որ հիմա թաքսերի շրջանն է եւ բոլորը վստահ եմ զբաղված են թաքսերով, այն ինձ հետաքրքիր է, հարկերի ներկայացման շրջանում կարևոր է որպեսզի այսինքն undocumented մարդիկ նրանք դիմում են թաքսերին, թե չներկայացնում են թաքսերը։ Տարիներ շարունակ յուրաքանչյուր անձ կապ չուներ ինչ իմիգրացիոն ստատուս ուներ, այստեղ օրինական էր, անօրինական էր, որևիցե document, այսպես ասած, ուներ, աշխատանքի իրավունք ուներ, չուներ, social security ուներ, չուներ, անձը իր հարկերը կարողանում էր վճարել։ Որովհետև դա կարողանում են հարկերը վճարելու համար պետք է social security համար, իրանք կարողանում էին ձեռք բերել TIN համար, որի հաշվապահը շատ արագ կարողանում է այդ համարը ձեռք բերել եւ որի միջոցով նրանք արդեն ոնց որ հարկատուի հատուկ համար էր, դրա միջոցով իրենք հանգիստ իրենց հարկերը վճարում էին։ Ուրեմն այս վերջերս մոտավորապես մի քանի շաբաթ առաջ հայտարարություն տարածվեց, որ իմիգրացիոն որոշ ոնց որ օղակներ դիմել են արդեն IRS-ին, հարկային իշխանություններին, որպեսզի նրանք տրամադրեն իրենց ցուցակներ բոլոր այն մարդկանց, ովքեր որ անօրինական են կամ այդ TIN number-ով, այսինքն taxpayer identification համարով, հարկային համարով հարկեր են վճարել։ So որևիցե լուծում կամ այլ հայտարարություններ չկա, թե ինչ ա եղել դրա հետ կապված, բայց անհանգստանալ իհարկե ես կասեի տեղին կլինի, որովհետև
միգուցե փոխվի հիմա էլ այդ Այդ ժամանակը ոնց որ այո, հավաքական բան թող։ սա մինչև ամսի 15 ասենք թե անձը վճարեց, մեկ էլ չգիտեմ, օրինակի համար հունիս-հուլիսին ասեցին լավ, ասենք ինֆորմացիան կիսելու ենք նրանց հետ օրինակի համար։ Այսքան ժամանակ դա չի եղել եւ անձը շատ հանգիստ կերպով իր հարկերը կարողացել է վճարել եւ դա ինչ որտեղ ձեռք է տվել Միացյալ Նահանգների կառավարությանը, որովհետեւ վերջին տարվա օրինակ կտրվածքով 90 բիլիոնից ավել հարկ վճարվել է անօրինական մարդկանց կողմից։ Շատ մեծ թիվ է։ Բավականին մեծ թիվ Եվ է։ հաշվի առնելով այն փաստը, որ այդ անձինք, որ նման հարկեր են վճարել, որևիցե պետական օգնություն իրենք չեն ստանում։ Այսինքն սա զուտ գումար է, որ գնում է այլ հարկատուներին, այլ անձանց, ովքեր այստեղ անօրինական են եւ կարող են օգտվել պետական օգնություններից, Բայց արդյունքում մեդիկալից, իրենք չեն կարողանում չեն օգտվել։ կարողանում օգտվել, այո։ Իսկ հարցս այսպես ձևակերպեմ, այ փաստաթուղթ չունեցող անձինք, որ դիմում են, ներկայացնում են թաքսերը, դա որևէ կերպով ապագայի իրենց Շրջական ներգաղթային կարգավիճակի վրա ազդում է ինչ թե որ ավտոմատ կերպով ոչ, այսինքն այնպես չի, որ դու 5 տարի 10 վճարել տարի ես դու վճարել ես, կստանաս, այո, բայց հաստատ պոզիտիվ է, հաստատ դրական է նայվում, որ դու այստեղ պարապ չես նստել, դու այստեղ սովորել ես, աշխատել ես, վճարել ես այո։ հարկերը։ Դատավորներ կան, օրինակի համար հենց լսումների սկիզբը մի հատ փորձում են հասկանալ ով է, ինչ է, սովորում եք, աշխատում եք, ինչ եք աշխատում, դա շատ կարևոր է այդ սկզբից, ոնց որ ասած դրական պատկերը, որ ձեզանից ստանան, ասենք հաճախորդ ունեի, Հայաստանում ճարտարագիտականներ ավարտել, դատավորը շատ սիրել էր այդ փաստը, նամանավանդ որ ասաց, որ այստեղ էլ է ուզում ոնց որ շարունակի, Սովորել։ այո, նմանատիպ բաները իհարկե շատ պոզիտիվ են նայվում, նույնն էլ հարկեր վճարել է, այնպես որ եթե կարող եք, եթե ոնց որ ունեք այդ հնարավորությունները, խորհուրդ կտայի, այո, ձեր հարկերը Անպայման վճարեք, իհարկե այո։ աշխատելու եւ Չնայած այս տարի մի քիչ նորից եմ ասում, այդ հայտարարությունից ելնելով դեռ շատ վախենալու է իրոք, եւ ցավոք սրտի որևիցե հստակեցում չկա, դրա համար չեմ կարողանում հանգիստ ասել այո կամ ոչ, ցավոք սրտի, այո, որտեղ երևի այնքան փոփոխություններ են լինում անընդհատ եւ շատ արագ շատ, անգամ անհնար է շատ, հասկանելը։ շատ, շատ, շատ։ Okay, եւ վերջում Միլենա ջան, ուղղակի կխնդրեմ ձեզ, ինչ խորհուրդ կտաք մեր էմիգրանտներին, նոր եկած էմիգրանտներին, հատկապես վերջին տարիների հետ կապված։ Տեսեք, յուրաքանչյուրի իրոք կարգավիճակը շատ տարբեր կարող է լինել, նույնիսկ այն անձինք, ովքեր Մեքսիկայով եկել են, նույն օրը, նույն ժամին անցել են, հնարավոր է իրանց թղթաբանությունն էլ որոշ կերպով տարբերվի իրարից։ Այնպես որ խորհուրդս այն կլինի, որ այստեղից այնտեղից կծկտուր տեղեկություններ մի հավաքեք եւ կարծիք ստեղծեք, անպայման խոսեք փորձված փաստաբանի հետ, սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմնականում նման ճանապարհներով եկածների գործերը դատարանում են գտնվում եւ ես հարգելով շատ պարալեգալների դատական համակարգի հետ աշխատելու փորձը շատ կարեւոր է նման դեպքերում, որպեսզի ճիշտ խորհուրդ իրենց կարողանան արդեն տան եւ իհարկե նաեւ հասկանան արդյոք իրենք վտանգի տակ են, որ իմիգրացիոն օֆիցերները իրանց հետևից կարող են մի օր գալ, թե չգալ եւ եթե գան ինչպիսի արդեն լուծումներ իրենք կարող են ոնց որ ասած ունենալ։ Այդ ամենը քննարկեք, հասկացեք, որպեսզի որևիցե անակնկալի, Ուրիմացություններ այո, եւ անակնկալներ չլինեն։ չլինեն։ Ցավոք սրտի այսօր ինֆորմացիան այնքան շատ է եւ ոչ բոլոր ինֆորմացիան Բայց էլ այդ մենք ճիշտ ինֆորմացիան տեղի։ շատ ժամանակ պանիկա է ստեղծում մարդկանց մոտ եւ հաճախորդներ ունեմ, որ զուտ իրանց Instagram-ները անջատել են, որովհետեւ այնքան շատ վիդեոներ, այնքան շատ Սխալ ինֆորմացիա։ այո, որ արդեն անձը գիշերները չի քնում, իր համար ավելի լավ էր միգուցե անջատի եւ մեկ անգամ իր փաստաբանի հետ խոսի հասկանա ու ոնց որ վերջ։ Գրագետ եւ Այո, տեղին ինֆորմացիայով, քանի որ այո, ցավոք սրտի disinformation-ը շատ է շատ այսօր։ Կարծում եմ այսօր այսքանը Միլենա ջան, շնորհակալ ենք նորից ձեր ժամանակի համար, information-ի համար։ սիրո։ Շնորհակալ ենք, որ մեզ նայեցիք, հուսանք, որ ձեզ հուզող շատ հարցերի պատասխանները դուք գտաք այս հոլովակում, չմոռանաք բաժանորդագրվել մեզ, որովհետև ձեզ վստահ եմ շատ հետաքրքիր եւ կարևոր information է սպասվում, հետագայում նույնպես։